Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է, ողջույն Նորիկյան։ Կրկին սուր բանավիճում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, նրանց միացավ նաև Ջեյհուն Բայրամովը, հարցադրումը սա է, ով է սադրել պատերազմ։ Ես չթվարկեմ այդ մի քանի ժամանոց բանավեճի բոլոր դետալները, շատերը գիտեն, դուք որ կողմից եք այսպես։ Շնորհակալություն հրավերի համար, ես իրենցից որևէ մեկի կողմից չեմ, ձեր կողմից մատնանշված։ Դե ինչ-որ մեկը սադրել է պատերազմը, ձեզ ով է սադրել, պարոն Նորիկյան։ Ընդ որում գիտեք ինչ, եթե Փաշինյանի դիտանկյունը բերենք հիմա քննարկման առարկա դարձնենք, շատ լավ Հայաստանը չի սադրել։ Այդ դեպքում ցույց տվեք այն բոլոր իրողությունները, թե ինչը նախորդել է պատերազմին։ Փաշինյանը առնվազն դրա պատասխանը պետք է տա։ Ես գտնում եմ հետևյալը, որ այն փաստարկը, որ Հայաստանը սադրել է, Հայաստանը բերել է, հասցրել է պատերազմական իրավիճակին, մեղմ ասած ոչ Ջեյհուն Բայրամովի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի դիտարկումները ոչ միայն տեղին չեն, ոչ միայն անհեթեթ են, այլև եթե մենք փաստերի շարադրմամբ հիմա զբաղվենք, իսկապես դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև տառացիորեն 2018 թվականից տառացիորեն 2 տարի առաջ ապրիլյան քարորյա պատերազմ էր ուրեմն տեղի ունեցել, որի ընթացքում ոչ Փաշինյան կար, ոչ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանություն էր ձևավորված, որը կսադրեր կամ Հայաստանը կբերեր պատերազմական իրավիճակի եւ այսպիսի արձագանք կլներ։ Կնեք դեռ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել 18-ի ապրիլի, եթե չեմ սխալվում, 18-ին թե 17-ին Սերժ Սարգսյանը արժանապատվից խոսում է մոտալուտ պատերազմի Փաշինյանը անդադար ուրեմն հայտարարության մասին մատնանշում է, բայց տեսեք, բայց դա չի արդարացնում Փաշինյանի հաջորդ քայլը, դա եք ուզում ասել։ Ես դա եմ ուզում ասել, Փաշինյանը հիմա թող ներկայացնի շատ լավ, Հայաստանը չի սադրել, ինչ է տեղի ունեցել 2018-2020 թվականներին, որովհետև ինձ համար էլ շատ ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող եւ չէր ցանկանա պատերազմ հրահրել եւ Հայաստանի շահերից ռազմավարական չէր բխում, որպեսզի ինքը այդ իրավիճակում նախաձեռներ, նախահարձակ լիներ։ Հիմա այլ կերպ է, այլ իրավիճակի համադրմամբ բնական է, որ եւ Ադրբեջանը եւ Փաշինյանի հիմնական, այսպես ասած, նախկին նախագահները հաշվի առնելով, որ հանդիսանում են իր հիմնական նախոյաները, ցավալիորեն, այդ էլ ընդգծեմ, իրենք փաստորեն այդ դիտանկյան տակ են տեսնում, գնահատում Փաշինյանի գործողությունները, դրանք դիտարկելով որպես պատերազմի հրահրում, բայց իրողությունները մի վարքան, ժողովուրդ, 20 տարի Ալիևը զինվել է, 20 տարի խախտվել է ռազմաքաղաքական բալանսը եւ այստեղ ես բացարձակապես չեմ ցանկանում նսեմացնել գործող իշխանության թերություններն ու սխալները, բայց եկեք մի հատ Ալիևի եւ Ադրբեջանի այլ ձայները փորձենք վերլուծել։ Ինչ է ասում Ալիևը։ Ալիևը ասում է հետեւյալը. մենք գնացինք ուժային գործոնի կիրառմանը, հասկանալով հանդերձ, որ ԵԱԿ Մինսկի խումբը 20 տարի չէր աշխատել կամ աշխատում էր անարդյունավետ եւ ընդ որում այդ 20 տարվա ընթացքում իրենք չեն հասել մի այնպիսի իրավիճակի կամ կրիտիկական կետի, որը կսպասարկեր ադրբեջանական ռազմավարական շահերը եւ կվերականգներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի վերջո խնդրում նկատի ունենալ հետեւյալ հանգամանքը։ Արցախյան կոնֆլիկտի էությունը բնութագրող կամ այդ կոնֆլիկտը լուծող ուրեմն այդ ծրագրերը կամ համաձայնագրերի նախագծերը, որոնք դրվել են շրջանառության մեջ, դուք դրանց խորամուխ եղեք, դրանցում որևէ անգամ Արցախի հանրապետության անկախության ճանաչման գաղափար երբևիցե չի եղել։ Թող մեր ժողովրդին չմոլորեցնեն, ի սկզբանե Քոչարյանից սկսենք։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանությունը զավթել է այլ, այսպես ասած, հայտնի ուժերի հետ միասին, խոստանալով 8000 քառակուսի կիլոմետրանոց անկախ Արցախի հանրապետություն բերել եւ ճանաչելի դարձնել։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի մասով առնվազն 10 տարի որևէ մեկը չի խանգարել իրեն իրականացնել իր հայրենիքի անկախացման նվիրական երազանքը, իրականություն դարձնել եւ ինքը ժառանգել է Սերժ Սարգսյանին մադրիդյան սկզբունքները, բացեք մադրիդյան սկզբունքները, որտեղ հստակ նախանշված են այն 3 հիմնական գաղափարները՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ
ուժի չկիրառման սկզբունքը։ Հիմա Քոչարյանը խոսում է մի գաղափարի մասին եւ ինքը խոսում է Հայաստանի ուրեմն վարած այնպիսի քաղաքականության մասին, որի արդյունքում տեղի ունեցել այս կապիտուլյացիոն գործընթացը, բայց ինքը մոռանում է մի բան։ 2001 թվականի քվեսթյան գործընթացում գաղափարը հետեւյալն էր. Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը զիջել Ադրբեջանին, դրա դիմաց ստանալ Ղարաբաղը։ Ումից ստանալ։ Միակը Միսկի խմբից չէինք կարծեք թե ստանում։ Ադրբեջանը։ Ում ենք զիջում։ Կարծեք թե հայտնի է թե ում ենք զիջում։ Մենք ոչ Ֆրանսիային ենք այդ տարածքը զիջելու մեղրի, ոչ Ամերիկային, ոչ էլ Ռուսաստանին։ Այդ տարածքը, Հայաստանի ինքնիշխան տարածքը զիջվելու էր Ադրբեջանին, դրա դիմաց ստանալով Ղարաբաղը, ումից Ադրբեջանից։ Այսինքն ակնհայտ է, որ հենց նույն Քոչարյանի իշխանությունը, Քոչարյանը անձամբ ինքը, դեռևս 2001 թվականին, չասեմ դրանից առաջ, ընդհանուր պետության փիլիսոփայությունն էր դա, որ եթե նույնիսկ ընդունենք մի պահ, որ Քոչարյանը դեմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք շրջանառության մեջ դրված փուլային փաթեթային տարբերակներին, համենայն դեպս ընդհանուր պետության փիլիսոփայությունը չէր ենթադրում անկախ Արցախի հանրապետություն։ Ճիշտ հակառակը, այդ ընդհանուր պետությունը Հայաստանի հետ չէր Արցախը դառնում ընդհանուր պետության բաղկացուցիչ մարդ, դա Ադրբեջանի հանրապետության, Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում էր դառնում միջազգային ընդհանուր պետություն։ Հիմա այս ֆոնի վրա Ռոբերտ Քոչարյանի մունաթը ում է պետք կամ ում է հետաքրքիր։ Ես կարող եմ մունաթ գալ Նիկոլ Փաշինյանի վրա, ես կարող եմ Փաշինյանին մեղադրանքներ ներկայացնել, Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են Փաշինյանին նման մեղադրանքներ ներկայացնել, թե ինչու դու չես գաղտնազերծել 2018 թվականի ժառանգությունը, ինչու դու չես ժողովրդին իրականությունը ցույց տվել, ինչու ես քեզ դրել Տիգրան Մեծի տեղ, ինչու ես փորձել առավելագույնը ներկայանալ, ինչու ես հանդես եկել առավելապաշտության դիրքերից, ինչու հանդես չէիր գալիս այն ժամանակ այն խոսույթով, որով հիմա ես հանդես գալիս։ Այդ ամեն ինչը մենք կարող ենք ասել, բայց հատկապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դրա ոչ բարոյական, ոչ իրավական եւ որևէ այլ առումով դրանք այդ մեղադրանքները ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունեն։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառաբանությամբ։ Իրենք այն բացալիք երկու անհատականություններն են եղել, որոնք իսկապես կարող էին 20 տարի մսխելու, 20 տարվա ընթացքում կոռուպցիոն, հանցավոր եւ քրեաիրավական ուրեմն պատասխանատվությունից դուրս վարչակարգեր ստեղծելու փոխարեն ստեղծել իսկապես այնպիսի միջավայր, նախ որ Ադրբեջանի մտքով չանցներ հարձակվել Հայաստանի վրա, չխախտվեր տարածաշրջանի ռազմաքաղաքական հաշվեկշիռը հօգուտ Ադրբեջանի ախորժակը չբացվեր ամբողջությամբ ոչ միայն Արցախը կլանելու, այլև Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ հավակնություններ դրսևորելու եւ ի վերջո 20 տարին բավական ժամանակահատված էր արդյունավետ պետություն կառուցելու եւ Արցախի միջազգային իրավունքի տեսանկյունից այնպիսի լուծումներ որոնելու, որոնք կարող էին չհանգեցնել այսպիսի ողբերգական իրավիճակի։ Պարոն Ռոյական, մի քիչ տարօրինակ չի, ասենք նույն պարոն Քոչարյանի, պարոն Սարգսյանի կառավարման տարիներին մեր բոլորիս շատերի լավ, այսպես չբացարձականացնենք, հա, կարգախոսը եղել է հող հանձնողին կանձնենք հողին։ Այո։ Եվ դրա դեմ մի հոգի է խոսացել Տեր-Պետրոսյանը։ Այո։ Թե նա ինչու 98-ին չգնաց այդ լուծման, կլիներ քաղաքացիական պատերազմ, թե ինչ, դա մի կողմ դնենք, ինչու մի կողմ դնենք, որովհետև այդ մարդը գոնե 17-ի ընտրությունների ժամանակ խոսել է, ասես ասենք 5 կամ 7 տարած տալու մասին եւ քարկոծվել է որպես քիրվա դավաճան թրքասեր ադրբեջանահպատակ եւ այսինքն մի հոգի կար, որ դրանից խոսում էր, էլի։ Հիմա բոլորը իրար քլնգում են հողերը չտալու մեջ, այ ինչու հողերը չտվեցիք։ Մինչդեռ էլի եմ ասում, հող հանձնողին կանձնենք հողի կարգախոսը բյուրեղացել է այդ մարդկանց կառավարման շրջանում։ Այ ինչու իրենք հողերը չեն տալիս, ինչ եք կարծում։ Ռոբերտ, ես գնալով համոզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եթե նույնիսկ ուզենային հող տալ, իրենք եթե նույնիսկ այդ նարատիվով բերենք դարձնենք գերադրական
եւ համարենք, որ իրենք նույնիսկ հակված էին Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակով, իմ կարծիքով հետեւյալն էր, Հայաստանի հնարավորությունները, ռեսուրսները, ներուժը բավարար չէր ռեգիոնում այդ ժամանակահատվածով որակապես նոր անվտանգային ճարտարապետություն ձևավորել, կամ ավելի պարզ ասենք, Հայաստանը այն երկիրը չէր, որ կարող էր Հայաստանի քաղաքական վերնախավը ինքնուրույն որոշում կայացնել Արցախի կոնֆլիկտի լուծման գործընթացում։ Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական ուժերին ձեռնտու չէր կոնֆլիկտի լուծումը։ Դուք մի մոռացեք, թե ինչպիսի խումբ էր ձևավորվել ԵԱԿ Մինսկի խումբը, որոնցից երկուսը արևմտյան պետություններ էին, իդեմս Ֆրանսիա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, երրորդը Ռուսաստանն էր, բայց բոլորը շատ լավ հասկանում էին, որ մեր տարածաշրջանում լոկոմոտիվը այնուամենայնիվ գտնվում է Ռուսաստանի ձեռքին։ Ռուսաստան էր կուրացիա անում կոնֆլիկտի կառավարելիությունը, այսպես ասած, այդ մանդատը ինչ որ առումով վերապահված էր Ռուսաստանին։ Արդյոք ձեռնտու էր Ռուսաստանին լուծել կոնֆլիկտը։ Հազարավոր ժամեր կարելի է օգտագործել, ուրեմն ապացուցելու համար, որ Ռուսաստանին ինչ որ մի ժամանակ պետք չի եղել կոնֆլիկտի լուծումը։ Ունեցել են Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները համապատասխան ներուժ ազդելու Ռուսաստանի կամքի կամ վարքագծի վրա լուծելու կոնֆլիկտը, չեմ կարող ասել։ Ես չեմ կարող ասել, թե իրենց հարաբերությունները, իրենք որտեղ են միմյանց հետ առևտուր արել եւ կոնկրետ որ կոնֆլիկտերի լուծման գործընթացում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Բայց ակնհայտ է, որ մինչեւ 2014 թվականը Ռուսաստանը մեր տարածաշրջանում վարել է ստատուս քվոյի քաղաքականություն, այսինքն կոնֆլիկտը չպետք է լուծվի, ուժերի հաշվեկշիռը չպետք է այնպիսի արմատական, տեկտոնական փոփոխությունների ենթարկվի, որը կբերեր այսպիսի լուծման։ Դրան զուգահեռ, այո, պետք է անկեղծորեն մենք մեր հիվանդությունը, մեր ցավը պետք է հասկանալու համար ճիշտ բնորոշենք։ Ռուսաստանը զինել է եւ Ադրբեջանին եւ զինել է Հայաստանին եւ ինչ որտեղ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, բայց Ռուսաստանի ռազմավարական ծրագրերի մեջ չի եղել լուծել կոնֆլիկտը, որտեղ լուծել կոնֆլիկտը դա նշանակում է չլինել ռեգիոնում։ Իր ազդեցության նվազեցում կամ գոնե իմ պատկերացմամբ 2014 թվականին ես ինչու եմ սա մատնանշում 2014 թվականը, որտեղ խնդրեմ ուշադրություն դարձնեք 2013 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ, ուրեմն, եթե չեմ սխալվում, հրաժարվեց Եվրոմիության ասոցիացման այդ համաձայնագիրը, ուրեմն, ստորագրելուց եւ ստորագրեց Մաքսային միության, ուրեմն, այդ համաձայնագիրը 2014 թվականից պայթեց ուկրաինական, ուրեմն, կոնֆլիկտը Եվ բոլորի համար հասկանալի էր, որ Ռուսաստան արևմուտք հակասությունը գնալով խորանալու է, ուկրաինական ճգնաժամը բերելու է այսօրվան, եւ Ռուսաստանը վերանայեց իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները այդ թվում նաեւ ռեգիոնում։ Եվ խնդրում եմ դուք ուշադրություն դարձրեք եւ վերլուծեք, հարգելի Ռոբերտ, 2014 թվականից հետո Ադրբեջանի փոփոխված վարկագիծը դիվերսիայի հետևից այնքան մինչև 2016 թվականի հունվարին ծնվեց այսպես կոչված Լավրովյան պլանը։ Այդ ժամանակ արդեն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հարափոփող քաղաքականությունը Կրեմլը ըստ երևույթին կորցրել էր նրա նկատմամբ ունեցած երբեմնի վստահությունը։ Այսինքն Հայաստանը դիտարկվում էր մի երկիր, որը ղեկավարում են այնպիսի քաղաքական ռեժիմ, որը կարող է ինչ-որ մտքով անցկացնի Եվրո ուրեմն ասոցիացման գործընթացների։ Եվ շատ հետաքրքիր է վերջերս Սերժ Սարգսյանը այն պատմած է, որ դե ռուսներն ասացինք ինչու եք ձեր կազմակերպություններին Երևանի փողոցներ ուղարկել այդ հեղափոխության ժամանակ մասնակցելու, որ հակառուսական տրամադրություններ չլիներ։ Եվ իր եզրահանգումը այն էր, որ ռուսների համար օքեյ էր, որ ես գնամ Կարեն Կարապետյանը գա։ Բայց դրանք կանդրադառնանք, որտեղ մի քիչ ներքաղաքական դաշտի։ Ներքաղաքական, որտեղ դա էլ է շատ կարևոր, նախ պետք է մի հատ հասկանալ Սերժ Սարգսյանի ազդեցությունը մինչև վերջ գնահատելու համար, թե արդյոք Կարեն Կարապետյանը իրավասու էր դառնալ վարչապետ, նույնիսկ 2018 թվականին։ Լավ, եկեք ուրեմն Ղարաբաղյան էջը փակենք մեր զրույցի, ասենք ներքաղաքական։ Այո, 2018 թվականի հունվարին ծնվեց Լավրովյան պլանը, այդ ժամանակ արդեն Հայաստանից կամ հայկական կողմից առնվազն բացահայտ, թեև ճիշտ է Լավրովյան պլանը համաձայնեցված էր նաև ԵԱԿ Մինսկի խմբի այլ երկու համանախագահների հետ, բայց դրա դիրիժորը ըստ էության Ռուսաստանն էր, կրկնեմ, եւ Հայաստանի եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից այլ Լավրովյան պլանի
վերաբերյալ ակնհայտ բացասական ворթեգրման ծնունդը դա ապրիլյան քարորյա պատերազմ է։ Թող հիմա Սերժ Սարգսյանը ուրիշ բաներ չխոսի։ Ընդ որում ես չեմ ասում իրեն մեղադրելու առումով։ Ակնհայտ է, որ ապրիլյան քարորյա պատերազմը դա նախերգանքն էր, դա ուժերի ստուգատես էր, դա հայկական կողմի տրամադրությունների ստուգում էր, չափումն էր, թե ի վերջո հայկական կողմը որքանով է պատրաստ ուժային գործոնով խնդրի կարգավորմանը։ Հիմա տեսեք, Հայաստանը ինչ է ասում ապրիլյան քարորյա պատերազմի, այստեղ թաքնված է Պանդորայի արկղը ու շան գլուխը։ Ի վերջո մենք պետք է բացենք, որպեսզի հասկանանք, ես այս թեմայի մասով 100 անգամ եմ խոսել, որպեսզի մենք հասկանանք 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմի հրահրելն էլ ու արդյունքն էլ, մենք պետք է ի վերջո վերջնականապես բացենք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու միջոցով։ Ինչ է հաջորդել 2016 թվականի քարորյա պատերազմին, ինչ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, գլխավոր շտաբի պետերի մակարդակով, ինչպիսի քաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ով ինչ է խոստացել, Սերժ Սարգսյանը երբ որ այդ նույն ժամանակահատվածում մինչև Սաստածռերի ապստամբությունը Ստեփանակերտում ինչից ելնելով էր ասում գալու է ժամանակը Ստեփանակերտ երգն է երգելու գեներալիտետին եւ ինչու էր ուզում համոզեր գեներալներին արցախյան, որոնք այդպես էլ չհամոզվեցին կամ Սերժ Սարգսյանին հայտի կոմբինացիան մատերի ցույց տվեցին կամ ցույց չտվեցին, ես չեմ կարող անկեղծ ասել, ինքը լավ կլինի, որ ինքը ներկայացնի եւ ինչու պայմանավորվածությունները չիրականացվեցին, որովհետեւ ինչու հաջորդեց Սաստածռերի ապստամբությունը, որովհետեւ տեսեք, իմ համար մինչեւ հիմա էլ ակնհայտ հանելուկ է, ինչպես դա կարող է պատահել, որ ապստամբություն իրականացնում են ակնհայտ արևմտյան, այսպես ասած, պատկերացումներով հայտի կամ համենայն դեպս Սաստածռերի որոշ անդամներ այդպիսի ուրեմն ձեռագիր ունեն կամ այդպիսի դիրքերից են հանդես գալիս, բայց հանկարծ Սաստածռերի ապստամբությունից հետո հրաժարական է տալիս վարչապետ Հովիկ Աբրամյանը ու Հայաստանով վարչապետ է դառնում, նշանակվում ակնհայտ ռուսական ազդեցության ներքո գտնվող Կարեն Կարապետյանը։ Նա Գազպրոմից չեկավ վարչապետի պաշտոնը։ Այո, այդ եմ ասում, ոնց կարելի է բացատրել։ Հիմա ի վերջո այդ նշանակողը որտեղից որ եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Ես հայտի մի հրապարակում եմ արել, թե ով շշնջաց Սերժ Սարգսյանի ականջին Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու համար։ Ինչ նպատակով էր այդ անձը նշանակում վարչապետ, ինչ առաքելություն ուներ, այդ անձը այդքան պատահական անձ չէր, որ նա շատ լավ հասկանում էր, որ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ, կառավարման համակարգի փոփոխություն է տեղի ունեցել, ընդամենը Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետին մնաց 2 տարի առաջևում խորհրդարանական 17 թվականի ընտրություններ էին, դրանից հետո Կարեն Կարապետյանին կարող են ռուսները դիտարկել որպես Սերժ Սարգսյանից հետո ժառանգորդ, այսպես ասենք Գազպրոմից եկել էր չեմ բացառում, բայց դե եկեք հասկանանք Սերժ Սարգսյանը։ Մտածում են պրոռուսական կլինի այդպիսի Հայաստանը եւ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո մեծ բան չեն կորցնի, այսպես ասենք, օրիենտացիան էլի ԵՏՄ-ում կարող է։ Ես չեմ բացառում նման սցենարը, բայց տեսեք խնդիրը հետեւյալն է։ Եկեք մի հատ հաշվարկենք Սերժ Սարգսյանի քայլերը։ Սերժ Սարգսյանը լիքտել էր, չէ՞ հաշվում։ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակելով, ես դրա համար ասեցի, ով է շշնջացել, գուցե անձամբ Վլադիմիր Պուտինն է շշնջացել, հուշել Սերժ Սարգսյանին, որ Կարեն Կարապետյանը պետք է նշանակվի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ի վերջո ամեն մեկը իր հաշվարկը ուներ։ Մենք խոսում ենք այն Սերժ Սարգսյանի մասին, ով 2013 թվականին սահմանադրական բարեփոխումների այդ մասնագիտական հանձնաժողովի հայտնի նիստում ասում էր ես այլևս չեմ հավակնելու երրորդ ժամկետով երկիրը վարչապետի պաշտոնին, ավելին ընդգծում էր, որ ինքը իր համոզմունքը ունի, որ մեկ անձը չի կարող երրորդ անգամ ղեկավարել երկիրը։ Դե հիմա բառարանային բանավեճ է սկսվել հանրապետականներ եւ այս իշխանության Լավ, թող իրանք իրանց որ հավակնել դեռ չի նշանակում հավակնել։ Հավակնելը կարող է նաեւ նշանակել չհավակնել, բայց չհավակնելը չի կարող նշանակել չհավակնել։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ անգամ
այդ անհետ մտքին նույնիսկ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը չեն հավատում։ Եկեք հավակնենք շարունակել մեր հարցազրույցը, բայց դա նշանակի, որ իրոք հավակնում ենք շարունակել հարցազրույցը։ Իսկ Կարեն Կարապետյանի մասով, երբ որ Սերժ Սարգսյանը նշածս հատվածը բերում, որ ռուսները այսպես կարծես դեմ չեն լինի, որ նա շարունակի մնալ, եւ իդեպ Փաշինյանը այսօր այս թեմայով խոսում էր, ըստ էության հերքելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ԵՄ դեսպանին ինքը ասել է, որ փողվարչապետի պաշտոն կարող էր ուզենալ, Փաշինյանը ասում է, ես այդպիսի բան չեմ ասել։ Ես գիտեք ինչ, ես չեմ ուզում մտածել, ինչ որ կարևոր դետալներ են, թե այսպես Փաշինյանը այնքան հակասական հայտարարություններ արել, մի օր մի բան ասել, մի բան, ես չեմ կարող ասել, թե Սերժ Սարգսյանը ինչու նման միտքը դրեց շրջանառության մեջ, ով է Փաշինյանը։ Լավ, ասում էի, մինչև վերջ ասեի, ով է Փաշինյանի փողվարչապետի, ուրեմն պաշտոնի խոսք տացել կամ առաջարկել։ Ակնհայտ է, չէ՞, որ դա կարող էր խոստանալ կամ Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, ուրիշ Վովա Գասպարյանն է խոստացել կամ առաջարկել, ակնհայտ է, չէ։ Հիմա ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այդ հատվածը, այդ հայտի հարցազրույցի վերաբերում էր Կարեն Կարապետյանին, որ կարող էր Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկած լիներ ուրեմն փողվարչապետի պաշտոն։ Ես նույնիսկ հիմա լավ չեմ հիշում, բայց եթե հիշողությունը չի դավաճանում, նույնիսկ Փաշինյանին այդ ժամանակահատվածում ազգային ժողովի նախագահի հետ կապված էլ է այդպես ինչ-որ միտք դրվեց շրջանառության մեջ, չեմ պնդում, դա մամուլի մակարդակով է դες ասում, բայց այնուամենայնիվ հիմա Սերժ Սարգսյանը ինչ է ուզում ապացուցի։ Սերժ Սարգսյանը ուզում է ապացուցի, որ ինքը Նիկոլ Փաշինյանին իշխանություն չի հանձնել, որ ինքը Կարեն Կարապետյանին է հանձնել, որ Կարեն Կարապետյանը ճանապարհի կեսից թռել է, որ ժողովուրդ ջան, ես կապ չեմ ունեցել Նիկոլի իշխանության գալու process-ի հետ, լավ իսեր ասու, պետքա մի քիչ ժողովրդին իսկապես հարգել։ Այդ մայիսի 8-ին, երբ որ ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ ինքը համապատասխան թվով բացակայող թվերը Կարեն Կարապետյանը հրաժարվեց, եթե դուք նպատակ չունեիք Նիկոլին վարչապետ ընտրելու, առաջադրեիք Վիգեն Սարգսյանին, Արմեն Աշոտյանին, հարյուրավոր մարդկանց կարող էիք առաջադրել վարչապետի պաշտոնի, եւ եթե նույնիսկ նրան էլ չընտրեիք, ազգային ժողովը ցրվելու էր իրավունքի ուժով, ինչ եք խոսում։ Հիմա ում եք հետին թվով այս ամեն ինչը փորձում դուք Միգուցե սա 26-ի համար է, Քոչարյան, Սարգսյան ճամբարները մրցում են թիվ 1 ընդդիմադիր բևեռը լինելու համար, դա կարևոր հարց է։ Այդ ուրիշ բան, բայց չի կարելի լապշա կախել հասարակության արկածների։ Չէ՞ որ կներեք ընդդիմադիր, այսպես ընտրազանգվածի համար ընդդիմադիր ընտրազանգվածի կողմից մահացու կարող է լինել մեղադրանքը կամ Քոչյանի կամ Սարգսյանի հասցեն, որ դու ես բերել Նիկոլին, հա։ Սերժ Սարգսյանը բերել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանն էլ իր անփառոնակ գործունեությամբ ապահովում է Նիկոլ Փաշինյանի գոյությունը ու գործունեությունը քաղաքական դաշտում։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համապարտ պատասխանատվություն են կրում որպես դիտխոսային ընդդիմության առաջնորդներ 2021 թվականի արտահայտ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի եւ առ այսօր նրա քաղաքական գոյության համար։ Ինչպես կարելի է դա չարձանակ գրել։ Սա պատմական իրողություն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը եթե այսօր վարչապետ է, ուրեմն դրա համար պետք է շնորհակալություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Ինչ 100 անգամ ասել ենք, 101-րդ անգամ էլ պետք է լինի 1001-րդ անգամ էլ։ Որ ապացույցների մասին է խոսքը, ասեք։ Որ երկուսով պահում են Փաշինյանին իշխանության։ Էլ հղում տամ Ալեն Սիմոնյանին ասում է դուք մեր գանձն եք, դուք քանի կաք մենք իշխանություն ենք։ Քանի անգամ նույն բանը Նիկոլ Փաշինյանը պետք է արձանագրի հրապարակավ։ Իշխանության առանձին ներկայացուցիչների պնդումները, որ այս ընդդիմությունը իրենց համար երանելի իրավիճակ է ստեղծել, որ այս ընդդիմությունը ուղղակիորեն ամրապնդում է գործող իշխանության դիրքերը եւ ընդ որում ասեմ իմ փաստարկները կամ իմ կողմից արտահայտված տեսակետները նաեւ կենսական ուժ են ստանում նաեւ մեր հանրային տրամադրություններից ելնելով ոնց հետեւյալ պնդմամբ
Ժողովուրդը հստակ ունի 2021 թվականին դա էր, հիմա իներցիայի ուժով իշխանությունները իր քարոզչամեկներով դա է բերում, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, նրանք են վերադառնալու, որպեսզի նրանք չվերադառնան, ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։ Այս առումով ասեմ ձեզ, այս առումով, ինչու ենք մենք հայտնվել ինչ-որ առումով նաև խաղից դուրս իրավիճակում, մեր նման քաղաքական ուժերը անհատները, որովհետև քարոզչամեդիան ռեսուրսները հնարավորությունները մեր նկատմամբ երկուսի արշավանքը ֆեյքային այդ ոմակային հարձակումները ձեզ իշխանական եւ ընդդիմադիր մեդիաներ չեն հրավիրում, պարոն Նորիկյան։ Վերջի 3 տարվա մեջ ես հանրային հեռուստաընկերություն երբեք չեմ եղել։ Իսկ TV5 եղել եք։ Երբեք չեմ եղել այդ հեռուստա։ Երբեք չեմ։ Ոչ այնտեղ, ոչ այնտեղ։ Վերջի 3 տարվա մեջ երբեք հանրային հեռուստաընկերություն մեկ անգամ ինձ հրավիրել են, ուրեմն այդ բանավեճի, ես դրանից հետո նոր էր սկսվել Պետրոս Ղազարյանի, ես դրանից հետո ինքս կամավոր հրաժարվեցի, իսկ Պետրոս Ղազարյանի մոտ վերջի 3 տարվա ընթացքում ես երբեք հյուր չեմ եղել։ Դուք գոյություն չունեք քաղաքական դաշտում նրանց։ Այո, որովհետև իրանք ինչ են ասում, իրանք ասում են հետևյալը, Նիկոլ Փաշինյանը եւ այս ընդդիմադիր սեգմենտը իրենք ինչ են ասում, ստեղծել են մի իրավիճակ, որ կամ նա է, իրենք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց պատկերացումներից դուրս քաղաքական ուժեր, անհատներ, անձինք մեծացնեն իրենց քաղաքական ազդեցությունը, որակապես նպաստեն նոր քաղաքական այլընտրանքի ձևավորմանը, ի վերջո, գիտեք ինչ, մեր քաղաքական ազդեցության աճը մեծանալը, ի վերջո հաջողության հասնելը իրենց դեմը լինելու, որովհետև եթե մենք մեծացնենք մեր քաղաքական ազդեցությունը, կամ նա չի լինելու, կամ նա չի լինելու, հետևաբար մենք այս բանաձևն ենք ընտրել։ 2026 թվականին իմ պատկերացմամբ, սա իմ տեսակետը, իմ համոզմունքն է, Հայաստանում պետք է ձևավորվի եւ նոր իշխանություն եւ նոր ընդդիմություն, այսինքն եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա որպես իշխանություն եւ այս տիտղոսային ընդդիմությունը չպետք է վերարտադրվի որպես ընդդիմություն։ Էլ ինչի մասին է խոսքը։ Տեսեք, բայց ինչպես բաց, պարզ ասենք։ Բայց տեսեք, գաղափարական երկու, այսպես մեծություն կա, ծանրություն կա այսօրվա մեր քաղաքական դաշտում, մեկը Փաշինյանի այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի մասին մենք էլի խոսել ենք, այն մյուսը պարոն Քոչյանը վերջերս թվարկեց, նկարագրեց իրական Հայաստանը դա է, որ այս տարածքից դուրս չունենք հավակնություն, սա է եւ վերջ, բարելավում հարաբերությունները, պարոն Քոչյանի կոնցեպտը այն է, որ ոչ, այս տարածքից դուրս պետք է ունենաս հավակնություն, որպեսզի տարածաշրջանում գործոն համարվես։ Եվ դա նա ասում էր Արցախի կոնտեքստում։ Այսօր չենք կարող, վաղը 5-10 տարի հետո միգուցե կարողանանք։ Սա ես ուղիղ եմ մեջբերում, հա, որ ոնց կարող ես այս տարածքից դուրս չունենալ հավակնություններ, նկատի ունի տարածքային հավակնություններ։ Այն ժողովուրդ, որը հազարավոր զոհեր է տվել վերջին պատերազմի ժամանակ, տարածքային կորուստներ, շատերը վախենում են պատերազմից, մի կրակոց է լինում, բոլորս լարվում ենք, այնպես չի, որ մենք չենք վախենում, որովհետև զոհվելու վտանգ կա, էլի։ Եվ մենք վստահ չենք, որ մեր բանակը կհաղթի Ադրբեջանին, դրա համար վախենում ենք, պատերազմ չլինի։ Եվ գալիս է պարոն Քոչյանը, որը հավակնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել ու խոսում է արտաքին հավակնություններ ունենալու իր կոնցեպտի մասին։ Նա կարծում եք ուզում է Փաշինյանը հեռանա, պարոն Նորիկյան։ Այս գաղափարով կարելի է հեռացնել Փաշինյանին, որ ամբողջ օր խոսում է խաղաղությունից եւ այլն Փաշինյանը, հա։ Նախ այդ ազգային պոպուլիզմը միշտ չարիք է եղել ու կյանքը տարբեր դրվագներով ապացուցել է, թե ինչ արհավիրքներ է բերել մեր պետության գլխին, բայց շատ լավ հարց տվեցիք, հարցի երկրորդ կոնտեքստը ինձ հետաքրքիր, թե արդյոք այս վարքագծով Փաշինյանը Քոչարյանը ցանկանում է, որ Փաշինյանը հեռանա։ Որովհետև ժողովուրդը մենյուի պես ընտրում է, չէ՞, սա է ասում, բնականաբար նման լոզունգներով, նման հարցադրումներով, նման տեսակետներով քաղաքական պայքարի մեջ մտնելը դա նշանակում է քաղաքական ինքնասպանություն, որովհետև ոչ մի ապուշ քաղաքական
լիդեր, անց, քաղաքական գործիչ չի կարողացի Ժորժ ջան, տվեք ինձ ձայն, ես գալու եմ պատերազմեմ մեր սահմաններից դուրս հավաքություններ դրսևորեմ։ Բայց ինչու է Քոչարյանը այստեղ ինքնախապեյությամբ զբաղվում, որովհետև ես ուզում եմ այստեղ մենք լրիվ օբյեկտիվ վերլուծենք իրավիճակը։ Քոչարյանը հենց իր իշխանության տարիներին է 10 տարի ապացուցել, որ ինքը որևէ հավաքություններ չունի։ Եվ ընդ որում Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանի որևէ վարչակազմ, հարգելի Ռոբերտ, Հայաստանի տարածքից դուրս որևէ այլ պետության նկատմամբ տարածքային հավաքություններ չի դրսևորել։ Ժողովուրդ ջան, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ Այս խոստումն ում համար է, պարոն Նորիկյան։ Հիմա տես, այս խոստումը ինչի համար, այս խոստումը, եկեք լավ պարզ ասենք, ում համար է այս խոստումը։ Այս խոստման ակունքը, այդ մեխը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է։ Հա։ Եկեք պարզ խոսենք։ Արցախցիների վերադարձի կոնցեպտ էլ կա, էլի այստեղ։ Եթե մենք գալիս ենք նոյեմբերի 9-ի հայտարարություն, այնտեղ արցախցիների վերադարձի վերաբերյալ որևէ հարց չկա, որովհետև այն ժամանակ Արցախը կար, Արցախի ժողովուրդը դուրս չէր եկել, լրիվ ուրիշ իրավիճակ էր։ Արցախի այդ հայտարարության 9-րդ կետի բովանդակությունը կոմունիկացիաների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության կիրառման հնարավորություններ։ Հələ թողենք բայն մնացած կետերը։ Հիմա ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանն ինչ է ուզում։ Ռոբերտ Քոչարյանը եթե ասենց ենթադրեմ, այդ ռուսական նարատիվը հետևյալն է։ Մենք փոք չգանք 9-րդ կետից կամ երրակոմ հայտարարությունից, որ հնարավոր է տարածաշրջանում կամ աշխարհում ինչ-որ բան փոխվի, որ մենք կարողանանք Ադրբեջանի հետ ինչ-որ բան խոսենք։ Ժողովուրդ ջան, եթե այդ լոգիկայով ենք առաջնորդվում, եկեք մեր տնտեսությունը զարգացնենք, արդյունավետ պետություն կառուցենք, 10-20 թանի ձեներից կտրենք, նորմալ երկիր ուրեմն ստեղծենք, 20 տարի հետո Ալիևն էլ հավերժ չի, հնարավոր է լրիվ աշխարհակահաղական իրավիճակ ստեղծվի։ Հիմա ինչու՞մն է խնդիրը, որպեսզի մենք այս պայից սկսած, այսպես ասած, այդ տոնայնությամբ հանդես գանք, առավել եւս վստահ լինելով, որ Հայաստանի ներուժը եւ ինչպես նաեւ աշխարհում տիրող մտայնությունը այս պայն բացարձակապես մեր օգտին չի եւ չի կարող մեր թևերի տակ ձմերուկներ դնել որևէ մեկը որևէ հաջողության հասնելու համար։ Ես կարծում եմ, որ այս նարատիվով հանդես գալը Ռոբերտ Քոչարյանը նպաստում է Փաշինյանի ուրեմն վերարտադրման process-ին, որովհետև կրկնում եմ, Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, գիտակից քաղաքական ուժ, որը չի ցանկանում խաղաղության, որովհետև հիմա ստեղծվել է մի իրավիճակ եւ Փաշինյանն էլ դրա վրա ջուր են լցնում, որ բացի իրենցից մնացածը խաղաղություն չեն ուզում։ Տեսեք հայ ժողովուրդը։ Հա, բայց Փաշինյանը չէր գրել Քոչարյանի տեքստը, պարոն Նորիկյան։ Եկեք այդտեղ կոնսպիրոլոգիաների դաշտ չգնանք, չէ՞։ Որևէ մեկը պարոն Քոչարյանին չի հարկադրել ասել, որ ոնց կարող ենք Հայաստանի այս տարածքից դուրս չունենալ հավաքություն։ Բայց ես չգիտեմ դուք ինչու եք ինձ տանում եք։ ԿՊ պրոպագանդիստները չեն էլի Քոչարյանին հարկադրել։ Ես շատ լավ գիտեմ, որ պրոպագանդիստներն են նման բան ասում, բայց դուք ինձ չեք կարող ապացուցել, լավ դուք տենց եք տանում խոսակցությունը։ Ես էս տանեմ խոսակցությունը։ Իսկ դուք կարաք հիմա ինձ ապացուցեք, որ Ռուսաստանի ռազմավարական շահերին, այսպես ասած, իսկապես վտանգ է ներկայացնում Փաշինյանի իշխանությունը։ Չեմ կարող։ Ես Այսինքն Ռուսաստանը չափելի չի այս բանը։ Այսինքն Ռուսաստանը հիմա վարում է մի այնպիսի քաղաքականություն, որ չարյաս փոքրագույն է ենթադրենք դա Փաշինյանն է։ Փաշինյանը չի արել իրենց նկատմամբ մի քայլ, որը, այսպես ասած, իսկապես կվնասի Ռուսաստանի աշխարհակահաղական շահերին։ Հիմա երբ որ դուք նայում եք, որ ուզում եք ինձանից փոկել են միտքը, որ ես ասեմ, որ Քոչարյանի տեքստը գրել են ոչ թե Հայաստանում կամ նրա տեղական քարոզիչները, այլ ռուսական պրոպագանդիստները, նույնիսկ նրանց այդ ենթատեքստն է հասկանալի, որ Քոչարյանի պարտության դեպքում կամ վերարտադրման անհնարինության դեպքում մենք ունենք Նիկոլ Փաշինյանին, ինչ խնդիր ունեն։ Նկատի ունեի, որ դուք ասում եք Քոչարյանի այս ասածը նվեր է Փաշինյանին հաղթանակապահում է եւ այլն։ Որովհետեւ Փաշինյանը սա փաթեթավորելու է ու մատուցելու է մեր գյուղաբնակ հազարավոր քաղաքացիներին։ Այդ մարդը չի հասկանում, այդ մարդը մինչև հիմա չի հասկացել, որ իր Նիկոլ Փաշինյանի գոյության ու գործունեության հիմքում դրված է իր քաղաքական գոյությունը։
Հասկանում եք, այս մարդը ինչի՞ է, այս տարական բանը չի հասկացել։ Ես դες հավաստիացնում եմ, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանը, եթե չլիներ Սերժ Սարգսյանը, եթե չլիներ իրենց վերջի 3-4 տարիների անփառունակ գործունեությունը, երեք տեսեք ինչ են ասում։ Խոսում էր, չէ՞, իր հայտի ինտերվյուում, ասում էր ուզում էին գնայինք Մոսկվա, չգնաց, ինչ որ մանդատ չտվեց, ինչ որ համարժեք հանդիպումներ չկա։ Հիմա ով է քիչ առաջ ես էլ հիշեցի, ինձ էլ հիշացեցի, որ այդ մարդը փաստորեն այդ օրերին COVID-ով է վարակվել։ Հետևաբար այս առումով ես ուզում եմ նկատի ունենանք հետևյալը։ Իրենց խնդիրը, ես շատ լավ հասկանում եմ մարդկանորեն, որտեղ իրենք շատ լավ հասկանում են, որ մեղքի զգացումը իրենց մոտ այնքան մեծ է, երկուսի է, որտեղ իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք չեն կարող Լեոն Տեր-Պետրոսյանին մեղադրել այս առումով, որտեղ Լեոն Տեր-Պետրոսյանը բաց ասել է, եւ իշխանությունից հետո եւ ընդդիմադիր գործունեության ընթացքում ասել է ես հենց եմ տեսնում կոնֆլիկտի լուծումը, իրենք ասել են չէ, դու հելի գնա, մենք կբերենք 8000 քառակուսի կիլոմետրանոց Արցախ, հետո 20 տարի խաբել են հայ ժողովրդին, որ մենք ունենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, ամենաուժեղ գեներալները, պետք լինի Բաքվում չայ կխմենք, ուրեմն Ալիևին էլ, չգիտեմ, ինչ կանենք, պետք լինի չափալախ կտանք։ Ոնց էր ասում Քոչարյանը, ասում էր հերը սաղ լիներ, կասեր մի հատ տղու ականջը ձգեր, կասեր քեզի այդ Պարոն Քոչարյանը կորոնայով էր վարակվել այդ ժամանակ, չկարողացավ գնալ։ Չկարողացավ գնալ փաստորեն պարոն Քոչարյանը։ Իսկ եթե գնար, ինչ էր լինելու։ Այստեղ խնդիրը, ախր խնդիրը հենց ամբողջ խնդիրը հետևյալն է, որ մեզ թվում է, որ Ռուսաստանը չգիտեր իր անելիքը կամ չէր պատկերացնում, կամ չէր տիրապետում իրավիճակին, եւ Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովրդին մնացածը, ընդ որում նորից եմ կրկնում, իրանք կարող են այդ բերել այդ լուծումը։ Նիկոլ Փաշինյանի հիմա պահանջում են, ճիշտ է, որ հրապարակեք մենք տեսնենք այդ ինչա գրել։ Ասես կհրապարակենք, հա։ Չէ, թողեք Նիկոլ Փաշինյանին։ Իրենք հրապարակեն, Այսինքն, եթե դուք մտածում եք, որ բան է տեղի ունեցել, փաստաթղթ, ենթադրում եմ, որ դուք տիրապետում եք, չէ՞, այդ փաստաթղթերին։ Եք սպասում, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վաղ ուրիշ փաստաթղթ հրապարակի, դա էլ չեմ բացառում։ Դուք ո՞ր փաստաթղթի մասին եք խոսում։ 2019 թվականին ինչ-որ փաստաթղթի մասին եք խոսում։ Դուք մտածում եք, որ Հայաստանին ինչ-որ առաջարկ է ներկայացվել, այս իշխանությունն էլ ուրեմն ձախողել է, տապալել է, հրաժարվել է։ Եղբայր, այս 2 տարի խոսում եք, ում եք պահում, ումից եք պահում, էլ ինչի եք սպասում, կամ որ հրապարակվեց, ինչ եք անելու։ Բանավեճը ավարտվելու է, պարոն Նորեկյան, միգուցե բանավեճի շարունակումն է անհրաժեշտ։ Ինչ։ Միգուցե բանավեճի շարունակումն է անհրաժեշտ մինչև ընտրություններ։ Հա, չէ որ մի թեմա որ փակվում է, արդեն ոնց որ խոսելու բան չկա, էլի քաղաքական դաշտում։ Իրենք այդ առումով շատ լավ մեկը մյուսին համապատասխանում են, այս առումով իրանք գտել են իրենց քաղաքական հավերժության գաղտնիքը եւ փորձում են մեկը մյուսին սևաստելով, մեկը մյուսին ոչնչացնելով, փորձել տպավորություն ստեղծել, որ իրանք քաղաքական, այսպես ասած, դաշտի հիմնական խաղացողներն են։ Բայց ձեզ ասեմ, այսին նաեւ ուղղված է առաջին հերթին Նիկոլին։ Լեոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը եւ անձամբ Լեոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ մի բան մտածել են այդ ժամանակահատվածում, որ իրենք ձիու վրա են, երբեք գահանկեր չեն լինելու, Ռոբերտ Քոչարյանն էլ այդպես էր մտածում, Սերժ Սարգսյանն էլ, բայց քաղաքական իշխանազրկումը դա Հայաստանում շատ դեպքերում նաև անսպասելի է լինում եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանազրկումն էլ է այդպես լինելու։ Ես օրինակ ակնկալում եմ եւ իրոք ցանկանում եմ, որ դա տեղի ունենա ընտրությունների միջոցով, որ 2026 թվականին դա լեգիտիմ հնարավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով պարտվի, չվերարտադրվի եւ առանց ցնցումների իշխանությունը հանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին, բայց ես բացառում եմ անկեղծորեն, որ նման օրինական ընտրությունների միջոցով Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կարող են ստանալ այնպիսի վստահության քվե, որոնք կարող են վերադառնալ իշխանության։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ չվախեցնել հայ ժողովրդին Ռոբերտ Քոչարյանով եւ Սերժ Սարգսյանով, նրանք վերադարձողը չեն, նրանք անսելիք եւ անելիք չունեն, որևէ քաղաքական օրակարգ չունեն, այլ Նիկոլ Փաշինյանը, եթե իսկապես մտածում է մեր ժողովրդի մասին, սիրում է Հայաստանի Հանրապետությունը, ինքը պարտավոր է ստեղծել իսկապես հավասար պայմաններ այնպիսի քաղաքական ուժերի համար, որոնք կարող են, որոնք ապագայի քաղաքական ուժեր են, որոնց ձեռքերը թաթախված չեն արյան, որոնք որևէ առնչություն չունեն Արցախի կործանման հետ, որոնք որևէ առնչություն չունեն Հայաստանը թալանելու հետ։ Հետաբար ես կհամարեմ
համարեմ, որ նա ամենայն դեպս միտված է օրինական ընտրությունների միջոցով Հայաստանում քաղաքական որակապես նոր մշակույթ ձևավորել, բայց ես այդքան էլ միամիտ չեմ, դատելով այն հանգամանքից, որ ինքը վերջի 3-4 տարիների ընթացքում արել է հնարավորը, որ Ռոբերտ Քոչարյանի հույսը չմեռնի, որ Սերժ Սարգսյանը 7 ժամանոց հարցազրույց տա, որ նրանք դիտարկվեն որպես ընդդիմություններ, Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին էլ է փորձելու նույն խաղը խաղարկել, որ ժողովուրդ հասեք, եթե ինձ չտակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գալիս են իշխանության։ Սա է իրականությունը։ Շնորհակալ եմ, պարոն Նորիկյան։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նորայր Նորիկյանին։